Քոչարյանական են, ոչինչ։ Չենք հավատա։ Չենք, աշկովը տեսնում չեմ հավատա։ Մեր ձևով ներկայացնում եմ մեր ձևով շարժումը։ Հա։ Ասում են ուժեղացնենք Հայաստանը։ Հա, ուժեղացրեք։ Ուժեղացնեմ, բա Նիկոլ Փաշինյանից գոհ եք այսինքն։ Այո։ Չեք շեղվի դեպի ես։ Չէ։ Լսեի, ես որ ելնեի ինչ-որ հնարավորության տեր, ձեզ կդայի Հայաստանի Հանրապետության համար առաջին ուժեղ տիկին։ Զգուշ եղեք։ Պատասխանեմ ջան։ Ջան, հարցը դեպ պատասխանեմ։ Չէ, չի ստացվում այսօր։ Չէ։ Բայց ինչ եք ինձ հիշում, կարաք մոռանաք, չէ, 2 տարի Ոնց կարանք մոռանանք, ձեր նման։ Հարցում արա արխային, հարցում արա։ Պրոբլեմ չունես, հարցում արա, մենք եք պատասխանենք։ Սամվել Կարապետյանին ինչի չեք ընտրում։ Ինք երբ Սամվել Կարապետյանին ով է որ պետք է ընտրենք ցավատանին։ Ինձ ժպտում էիք, ինձ թվաց։ Ես ձեզի պրոստը բալետ եմ անում։ Այո։ Նիկոլ Փաշինյանի համերգին ինչի չեք գնացել։ Ես չեմ մասնակցում համերգներին։ Բոքսերով։ Արյանն էլ է ֆիզիկական գործարար Ռուսաստանում, չգիտեի։ Ֆիզիկական լավ թալանել է։ Ֆիզիկական լավ թալանել է, վերջը։ Խեմ խփել։ Ես արդեն Քոչարյանական եմ դարձել։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Չեք հավատում։ Ոչ մեկ Գյումրիից։ գնամ։ Հա, բավական։ Բայց որպես լրագրող չեք սիրում։ Հա, որպես լրագրողը սիրում եմ, բայց որպես քոչարյանական չեմ սիրի։ Նայեք, բայց ինքը խոստանում է հզոր Հայաստան։ Չէ, ինքը չի կարա, Ինչի։ որովհետև չի կարա ինքը հզոր Հայաստան կառուցի։ Մեր Նիկոլը շատ լավ կառուցել է, կառուցում է ու կկառուցի։ Ապրես շատ ճիշտ ասեցիս։ Լավ որ ձեզ։ Խնդրում եք այդ նկարները փոքեք էլի վրայից։ Չես ասում։ Ինչ, ինձ չի սազում իմ Մենք ֆոնի շատ վրա։ լավ ճանաչում ենք, գիտենք։ Բայց լավ չի որ ճանաչում եք, հիմա այս հարցում չեմ կարում նորմալ անել։ Բարեկան հարցտվիր չպատասխանեցին։ Ով։ Քոչարյանը։ Ինչ հարց ունեք Քոչարյանին հաջորդ անգամվա համար։ Զորից սպանելու։ Դուք հարց չունեք։ Որտի չէ, խնդրանքն է որ Քոչարյանին ասում են գնա հանգստի, խելոք նստի տեղդ։ Բա Նիկոլ Փաշինյանը ինչ անի։ Նիկոլ Փաշինյանը վեշտինբեր ղեկավարն է։ Վիճնի։ Այո։ Նոր եկող սերունդը ինչ պետք է անի։ Այսինքն Նորից էլի ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև ինքը խաղաղություն վերջապես բերեց այս երկրին։ Բայց 70% այսօր հայ ազգը ընտրում է Նիկոլ Փաշինյանին։ ումից եմ եկել։ Լավ ճանաչում եք, Նանե ջան։ Քոչարյանին չեք ընտրի, Չէ, 100% չենք ընտրի։ բայց Քոչարյանական եմ դարձել։ Ինչ է եղել որ Քոչարյանի պետք է ընտրենք։ Լավ չի կառավարում։ Վարչապետը շատ լավն է, Սամվել Կարապետյանը ասում է լավ չի կառավարում։ Սամվել Կարապետյան։ Չէ, 100% չենք ընտրում։ 300,000 աշխատատեղ ստեղծի։ Չի Ձեր չենք կարա համոզենք։ Կառավարությունը ամեն ինչ անում է շատ լավ։ Ամեն ինչ որ տեսնում։ Լավ, մի հարցնամ գնանք Գյումրիում քանի տոկոս ձայն ունի Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ կարող ասել։ Ամբողջ Հայաստանում շատ բարձր ձայներ ա ունենալու, շատ բարձր տոկոսներ։ Մերսի շատ։ Սամվել Կարապետյանին ինչի չեք ընտրում։ Ինք երբ Սամվել Կարապետյանին ով է որ պետք է ընտրենք ցավատանին։ Ինքը ինչ արի։ Հայաստան ապագա Ինչ վարչապետը։ արի հայ ազգի համար, ժողովրդի համար։ Գործություն ապագայում Երբեք ես չեմ տեսել 300,000 աշխատատեղ։ Բացառվում է ինքը։ 300,000 թալան է տարել է, հայ ազգը թալանել է, այս ազգը տարել է, գնացել է ցավատան, բան չի թողել պետությանը։ Նայեք, ինքը ձեր համար Ռուսաստանը լքել Հայաստան է եկել, քիչ է։ Ինքը արդեն ուժը поздно, Ռուսաստան ուժը поздно, давай թոթոյ է Ռուսաստան։ Քոչարյանի համար։ Ռոբերտ Քոչարյան, նրանք նույնն են։ Հա, մի հորից մի մորից են ծնված դրանք։ Ազնուշը։ Կապ չունի, նրանք նման են, մի հորից մի մորից Բա Նիկոլ Փաշինյանից ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյան։ Ինչ իրան փնով եք։ Չէ, ինքը բանի բնավորության տեր մարդը, որ ես Նիկոլ Փաշինյանը գիտես որը ասեմ ես, որ ինքը ասեց ուսանող ժամանակ, եկել եմ ուսանող եմ եղել, գնացել եմ աշխատել եմ, ֆիզիկական գործ եմ արել, ես որ նեղություն չտամ իմ ծնողների, դες մարդու ոնց կարաս ինքը ջուղի, հոգսերով։ Արյանն էլ է ֆիզիկական գործարար Ռուսաստանում, չգիտեի։ Ֆիզիկական լավ թալանել է։ Ռոբերտ Քոչարյանը որ համերգ տա, էլի կգաք կնայեք։ Ոնց կանք, ամոթ չի։ Ինչ։ Ամոթ, դες բան որ կանք իր համերգին, իրան պետք ուրիշ տեղ տանեք, դու Նանե Իսայելյանն ես։ Չէ։ Բա։ Ես ուրիշ լրագրող եմ, նման ենք ուղակի։ Քոչարյանի համերգին չեք գա։ Ինչի։
Ավելի ուզում ես անպայման ասենք։ Երկել Դուք իրա փոխարեն մեր փոխարեն դու ասա ինչի չեն կա, էլի։ դուք պետք է ասեք, ինձ հետաքրքիր է, ինչի չեք Չի հասնում, իրան չի հասնում։ Այս ոտու ջուրնել ապ դուք Ով է կներեք էլի, տենց իմանանք էլի, տենց, փեջը կա ինչ է։ Մենք քեզ հարազատ մարդ եք, ինչ ես անում, էլի։ Մենք գիտենք որ դու այդած հախից գալիս ես, լավ չես գալիս։ լավ չեմ գալիս։ Ինչի։ Դու խփի որ ամաչի, չնայած անամոթ է, չի ամաչի։ Սամվել Կարապետյանը ավելի լավ ուժեղ Հայաստան է խոստանում։ Ախի մինչև մի ուժեղությունը չտեսանք, այդ իրե կարող աշխատատեղն չի, ով է իրան խանգարում, թող ստեղծել է, սորել Նիկոլ Փաշինյանին էլ մեզ էլ Բայց ինչ եք ինձ հիշում, կարակ չհիշեք, չէ։ սիրում ենք, ոչ թե հիշում ենք։ Հայաստանում պատերազմեր այդ Կարապետյանը որտեղ էր։ Ռուսաստանում էր, հետո ինչ։ Վախի չէր գալիս այդտեղ։ Իրա Բայց ինչ տեղերքին- բարեգործություններ է արել։ ով ասեց։ Ես եմ ասում։ Մենք էլ ասում ենք ոչ։ Ում եք ասում ոչ։ Ժողովրդին ասում ենք, որ ինքը բարեգործություն բացարձակ չի Բայց արել։ իրենք ասում են մենք 100%-ով անցած ենք։ Իրանք շատ բան են ասում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ կասեք։ Դրա մասին ընդհանրապես Ինչը հզոր ղեկավար է Դրա եղել։ մասին ընդհանրապես չխոսենք, մեր ժողովուրդը տեսել է դրա եք ղեկավարած։ Այդքան ծիծաղելի է Ժամանակը ես աշխատել եմ։ Ինչ եք Ոստիկանությունում ես գիտեմ ինչ ինչ մարդ էր։ Կեղտ։ Մարտի մեկ կեղտը։ Կեղտ։ Քոչարյանը։ Այո։ Բայց ինչ իրավունքով եք այդ մարդուն կեղտ ասում։ Քանի որ աշխատել եմ, տեսել եմ։ Ինչ եք։ Նայեք Սամվել Կարապետյանը գալիս։ Մի քցանյանի ողբուրն ման այդ նկարները փոքա, ինչքան ուզում ես խոսա։ Լավ, ապրեք, շնորհակալ ենք։ Չհամոզեցի էլի ձեզ։ Ինչի համար։ 80% եւ ավելին ընտրում եմ մեր լեգիտիմ վարչապետին։ Ցավը տանի մնես չի որ։ Ում կնդրի ամեն մարդ իր խղճով թող ընտրի։ Ժողովուրդը կարծես Չեք այդքան վստահ կներեք։ ես վստահ եմ, ես սովորական մարդ եմ, ես ժողովրդի հետ ման եմ գալիս։ Բոլորը Նիկոլ Փաշինյանին են ընտրելու։ Մեր ասում եմ 80%։ Ես ժողովրդի շփում եմ, դուրս եմ կանում, զգում եմ ժողովրդը ինչ են խոսում, ինչ են ասում, ով ում են դրում։ Ինչքան են սիրում Նիկոլ Փաշինյանին, ինչքան են սիրում խոսքի Սամվել Կարապետյանի կամ բանին։ Ենթադրենք ես ձեր հետ համաձայն եմ, բայց Սամվել Կարապետյանը ասում է ես 100% ձայն ունեմ։ Էդ ասի, լեզուն ամեն ինչը կարա ասի, հո ասելը շատ քիչ է, ասելը շատ քիչ է։ Չէ, ասելը շատ քիչ է։ Չի ցավը տանեմ, այդ հո Ես ասելով չի։ կարամ ասեմ, ես բանը, սպուտնիկով բանը, Արբանյակ տրցնեմ, գելնեմ օտոբա։ Կլինի այդպես բան, հնարավոր է։ Չի կարելի, չէ։ Խորհուրդ կտամ, որպես որ ընդունեք ձեր մեծ եղբայր, այս նկարներից դուք շատ զգուշ եղեք։ Գիտեք խի, չէ։ Անալու բան չունեմ ոչ։ Հիմա բան մեր նման մարդ կարող է ես չտիրապետե ինչ չճանաչեցես, ասի երեք դու այս կոմեր հիմա թռար Փարիզից այն կոմ։ Կարող է Չեք ուզում, իմ գործն է։ հասկանում Հանեք եք ձեր այդ նկարը հանեք, մի այդ նկարը հանեք, ցավը տանեմ, հա, այդ նկարը հանեք։ Հանեմ, ում նկարը դնեմ, ասեք։ Մեր վարչապետ գերած սիրուն բանը, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարը, որ արժանի է։ Սիրո երկրպագուն չեմ։ Չէ, դու աստված քո հետ, դու մինդրի։ Իհարկե ոչ։ Չի։ Որովհետև Նայեք, մեր ձևով Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան։ ոչ մեկին, որովհետև առաջի օրվանից կանգնած եմ եղել Նիկոլ Փաշինյանի կողքին, առ այսօր կանգնած եմ։ Փաշինյանին ու ավելի լավ Չեն հեռացնի, քանի որ ժողովուրդը կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին։ Այո, ասում են 100% ոչ։ Դե իհարկե այդպես պետք է ասեն։ Բարդվողը միշտ է, այդպես պետք է ցույց տա, որ Փաշինյանը հաղթած է։ այո, հաղթած է, որովհետև ժողովուրդը առաջվանը չէ։ Ժողովուրդը տեսնում է այսօրվա Նիկոլ Փաշինյանի արած գործերը։ Ժողովուրդը տեսնում է, որ այսօր մենք Չեմ տեսնում։ դարերով երազած հաղթան խաղաղությունը, որը մենք դարերով երազել ենք։ Ինչ գործ ունի արած։ Շատ գործեր, որ մեկը թվարկենք։ Կարևորը, որ մեզ փրկել է ռոբասերժական կլանից, բացի դրանից մեզ այսօր խաղաղություն է տվել Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն։ Իրեն փառք ու պատիվ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ պատերազմ եք տեսել, իսկ Պատերազմ Քոչարյանի ժամանակ ոչ։ Պատերազմը Նիկոլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չենք տեսել։ Դե իհարկե մենք բոլորս է գիտենք այդ ամեն ինչ ինչ ձևով է տեղի ունեցել։ Եվ ով էր այդ ամեն ինչի թիկունքում կանգնած, իսկ պատերազմը Նիկոլ Փաշինյանը չի արել, որովհետև Նիկոլ Փաշինյանն է ղեկավարն է, որը
մեզ խաղաղություն է պաշտկեվել։ Ձեր կարծիքով- Իսկ հոկտեմբերի 27, մարտի 1, իսկ դրանք ինչ էին, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք Նիկոլ տեսանք։ Փաշինյանի արածների կողքը որ դնենք ոչ մի բան երևի։ Նիկոլ Փաշինյանի դե լավ արազների դիմաց, իհարկե։ Այսօր ասում են դպրոց է կառուցում, մանկապարտեզ, բայց չէ որ սերունդը սկսվում է այդտեղից։ Մանկապարտեզից ու դպրոցից առողջ սերունդ մենք պետք է ունենանք, չէ՞։ Փաշինյանը Գյումրիում քանի տոկոս ունի ըստ ձեզ ձայն։ Ես հուսով եմ, որ Գյումրիում այս մանավանդ այս վերջի իրադարձությունների հետ կապված ժողովուրդը պետք է որ ստապվի եւ բավականին շատ ձայներ հավաքի։